2025-ի հունիսի 27 անդադար հնչում են Մայրաթոռի զանգերը։ Ազգային անվտանգության ծառայողները մուտք են գործել Մայրաթոռի տարածք, բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանին։ Ես սպառնալիք չեմ ես երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստած։ 2025 թվականի մայիսից Հայաստանի կառավարությունը բաց հակամարտության մեջ մտավ հայ առաքելական եկեղեցու հետ։ Այդ թվում նաև իմ սրբության սրբոցում տեղի անենում պղծություն։ Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիչ Ներսիսյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իշխող քաղաքացիական պայմանագրի նրա կուսակիցները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին սկսեցին դիմել նրա ավազանի անունով։ Գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցին։ Այս ամենից օրեր առաջ մայիսի վերջին Գարեգին II կաթողիկոսը Շվեյցարիայի Բեռն քաղաքում մասնակցել էր արցախցիների իրավունքների վերաբերյալ միջազգային համաժողովի։ Համաժողովն իր աշխատանքը սկսեց մայիսի 27-ին։ Եկեղեցու շուրջ լարվածություն նշմարվում էր դեռ 2018-ին, երբ Փաշինյանը Թավշյա հեղափոխության արդյունքում դարձավ վարչապետ։ Այս պայքարը հոգևոր պայքար է եւ մենք ոչ թե պայքարում ենք իրականում Գարեգին Փ-ի դեմ, այլ մենք չարի դեմ ենք պայքարում, ով Գարեգին Փ-ի միջոցով զավթել է այդ աթոռը։ 2018-ի հունիսին կաթողիկոսի հրաժարականի պահանջով ձևավորվեց շարժում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսով։ Մի խումբ նախկին քահանաներ եւ այլք հավաքվում էին եկեղեցիների բակերում, պահանջում Գարեգին II կաթողիկոսի հրաժարականը։ Դուք հայրապետ չեք, դուք այլևս դադարել եք մեզ համար հայրապետ լինելու վաղուց ընտրության առաջին իսկ օրերից ու ժամերից, այնպես որ թողեք ու հեռացեք։ Մայրաթոռի եպիսկոպոսած դասը հայտարարեց, որ կաթողիկոսի հրաժարականը հակականոնական է ու անվավեր։ Հուլիսի 6-ին շարժման ակտիվիստները ներխուժեցին Մայրաթոռի դիվանատուն։ Պահանջում ենք, որ երակը տեսնենք, այն որ վաճառել եք։ Այս քայլը ես գնահատում եմ հալածանք եկեղեցու նկատմամբ, ազգային եկեղեցու նկատմամբ եւ հուսամ իրավապահ մարմինները անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի զերծ պահեն ազգային եկեղեցուն իրականացվող հալածանք։ Ուշագրավ է, որ ոստիկանությունը գործուն միջամտություն չէր իրականացնում Մայրաթոռի շուրջ տեղի ունեցող դեպքերին։ Չենք պատրաստում այս բանը որը իրականացնել, ակցիայի շրջանակներում մասնակիցները այս բան իրենց պահում են օրենքին համապատասխան եւ որևէ հարցի ոստիկանության միջամտությամբ։ Այդ շրջանում Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։ Առ այսօր նա մասնաճյուղի տնօրենն է։ Հուլիսի 14-ին կաթողիկոսը ուխտի մեկնեց Վայոց ձոր, Գնդեվանք։ Նախաձեռնության անդամներն արգելափակեցին նրա տեղաշարժը։ Միջադեպից հետո ոստիկանությունը քննադատության ենթարկվեց կաթողիկոսի անվտանգությունը պատշաճ չապահովելու համար։ Facebook-ում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում ամենայն հայոց կաթողիկոսին դուրս բերել շրջափակումից։ Մի պահ նրան շրջափակողներից մեկը նույնիսկ քաշում է վեհափառի զգեստից։ Ուշագրավ է, որ այդ պահին ներկա գնդապետը, որը թերևս այնտեղ էր ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու համար, հեռախոսով էր խոսում։ Դարբար հայրապետը չպիտի հայտնվեր նման իրավիճակում։ Եթե ամենայն հայոց կաթողիկոսին սկսում են քաշքշել, սկսում են արգելափակել նրա տեղաշարժը, երբ որ անգամ հանդերձանքին են դիպչում, ես չեմ ասում քաշելու մասին հանդերձանքից, բայց անգամ եթե դիպչում են հանդերձանքին այդ, ապա դա բռնություն է։
Մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի ունեցողը ներեկեղեցական խնդիր է։ Եկեղեցին պետք է ինքնուրույն լուծի այն։ Անկեղծ ասած, ես ոստիկանության գործողություններից այնքան էլ գոհ չեմ, թե նրանք ընդհանրապես ինչ էին անում, ինչ իրավիճակում էին եւ ինչ գործողություններ էին իրականացնում։ Հուլիսի 17-ին շարժման ակտիվիստ Կորյուն Աբեղա Առաքելյանը կարգալույց հռչակվեց եկեղեցականին անհարիր վարքագծի համար։ Նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը մարեց։ 2018-ի նոյեմբերին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին երբեք ավելի շատ չի հեղինակազրկվել, քան հանրապետական կուսակցության իշխանության տարիներին, որովհետև Սերժ Սարգսյանն ու նրա թիմը եկեղեցուն սարքել են իշխանության կցորդ։ Մենք նպատակ չունենք մեր նեղ խմբային քաղաքական նպատակների համար եկեղեցին օգտագործել ինչպես անում էին ոմանք ձեզ հայտնի պատճառներով։ Կոռուպցիոն սխեմաներ կային, որտեղ բոլորիդ հայտնի։ Արդեն տեղ-տեղ հոգևոր դասինել էին ներքաշել կոռուպցիայի մեջ։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի այն ժամանակվա տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը հայտարարեց, որ եկեղեցին երբևէ որևէ իշխանության կցորդ չի եղել։ Մեզ համար ցավ է, որ պարբերաբար այս նյութն արծարծվում է թյուրընկալումներ ձևավորելով մեր ժողովրդի մոտ։ Ցավալի է նաև, որ այս հանգամանքը կարող է շահարկվել նաև նախընտրական քարոզարշավի օրերին։ 2019-ի սեպտեմբերին Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց աշխարհիկ իշխանությունների միջամտությունը եկեղեցու գործերին, եթե դա արվի հայ ժողովրդի պահանջով։ Եվ եթե երբ որ մենք ասում ենք, որ մենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացում են, ասում են, սա այն նախկին կառավարության նման չի, սա բան է, թույլ կառավարություն, եկեք քանդենք այս կառավարության ոտերի տակ, շատ ուժեղ հակահարված կստանա եւ ծնկի կբերվի։ Բարից թե բուն, թե փոխաբերական իմաստով։ Չնայած իշխանության ու եկեղեցու ներկայացուցիչների միջև երբեմնագի այս բանավոր փոխհրաձգություններին, վարչապետի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հարաբերություններն առնվազն հրապարակային մասով ջերմ էին։ Կաթողիկոսը մասնակցում էր պետական արարողակարգով նախատեսված միջոցառումներին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր հերթին ներկա էր լինում կաթողիկոսի մասնակցությամբ միջոցառումների։ Հարաբերությունների վատթարացման առաջին լուրջ ազդանշանը եղավ 2020-ի ապրիլի 14-ին, երբ Գարեգին II-ը կոչ արեց փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ կալանավորված էր մարտի 1-ի գործով։ Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում խափանման միջոցի փոփոխություն, համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ որևիցե դեպքում չի խառնվել տարբեր մարդկանց բանտարկելիս։ Չի խառնվել մարտի 1-ին, չի խառնվել ընդհանրապես որևիցե քաղաքական կամ որևիցե իրավական գործընթացի եւ հիմա նման արտահայտությունը նման կոչով հանդես գալը համարում եմ քաղաքականության մեջ մտնել եւ դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ։ 2020-ի դեկտեմբերին 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, երբ ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր էր սկսել, Գարեգին II-ը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին եւ հորդորեց վայր դնել վարչապետի լիազորությունները։ Նաև կոչ ենք ուղղում ազգային ժողովին։ Մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ։ Ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին եւ քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ 2021-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Հունիսին կայացած արտահերթ ընտրություններում կրկին հաղթանակ տարավ։
Եկեղեցին ընդունեց ընտրությունների արդյունքները, շնորհավորեց նրան վարչապետ նշանակվելու կապակցությամբ ու մաղթեց արդյունավետ աշխատանք։ Գարեգին II երկրի բոլոր քաղաքացիներին ազգային միասնության ու քաղաքական տարաձայնությունների հաղթահարման կոչ արեց, բայց հարաբերություններն այլևս նույնը չէին։ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում գագաթնաժողովին Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 2023-ի ապրիլին էլ հակառակ փաստերի հայտարարեց, թե Հայաստանը վաղուց դեռ 2007-ի մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Կաթողիկոսը անդրադառնալով այս ամենին ասաց, որ նման հայտարարությունները տեղին ու նպաստավոր չեն։ Պետք է չշտապել, ընդհակառակը ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը։ Գարեգին II նաև հաստատեց, որ իշխանությունների հրաժարականի իր հորդորը ժամկետ չունի, դեռ ուժի մեջ է։ Այդ շրջանում Փաշինյանն անդրադարձավ կարծիքներին, թե եկեղեցի պետություն հարաբերություններում խնդիրներ կան։ Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ 2023-ի սեպտեմբերից կրթության նախարարության որոշմամբ հայոց եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա հանվեց դպրոցական ծրագրից ու ներառվեց հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Արդյոք մենք տարբերակում ենք հայ առաքելական եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից։ Մայրաթոռը քննադատեց նման մոտեցումը։ Եթե նման մոտեցում է որդեգրվում, պետք է որ հստակեցվի նպատակը։ Վերջնանպատակը ո՞րն է։ 2023-ին Արցախի բռնի հայաթափման օրերին ու դրանից հետո կաթողիկոսը պարբերաբար ուղերձներ էր հղում, որը պարունակում էր նաև կոչեր ուղղված Հայաստանի իշխանություններին։ Հոկտեմբերի 1-ին Գարեգին II Մայրաթոռում Արցախի համար համազգային աղոթքի ժամանակ վստահեցրեց. այս ամենին հանգեցրել է նաև Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ու հայ ժողովրդի երկպառակությունը։ Մեր հորդորն է պետական այրերին նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտրկարացնել ժողովրդին։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ի հայրենիս և իսպյուրս։ 2023-ի դեկտեմբերի 31-ին Հայաստանի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր չհեռարձակվեց հանրային հեռուստաընկերությամբ։ Բարի օրհնյալ նոր տարի։ Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ վեհափար հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես եւ ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց ամենայն հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց եւ մերժվեց։ 2024-ի մայիսին սկսվեց սահմանազատման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սահմանազատումն իրականացվեց Տավուշի Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց բնակավայրերի հատվածում։ Այդ ժամանակահատվածում բնակիչները բողոքի ցույցեր սկսեցին։ Ձևավորվեց Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որը ղեկավարում էր հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Սահմանազատում չի կարող լինել առանց խաղաղության պայմանագիր ստորագրել տեսականորեն։ Այդ օրերին Փաշինյանը խորհրդարանում իրեն համեմատեց 370-ից 374 թվականներին գահակալած եւ հռոմեացիների կողմից սպանված Պապ Թագավորի հետ, որը ըստ պատմիչների փորձում էր սահմանափակել եկեղեցու իշխանությունը։ Երաշխավորում եմ, սա որ Պապ Թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղարել ուզում են բան անեն, հակնեն։ Քանի կիլոանոց, քանի ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Պապ Թագավորը չի սպանվելու։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իրագործումն է Պապ Թագավորի երազանքի եւ այդ երազանքը իրագործվել է
Եվ այդ երազանքը այլևս որևէ մեկը չի կարող սպանել։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորած շարժման ցույցերը շարունակվեցին ավելի քան 2 ամիս։ Գագաթնակետը Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 9-ի հանրահավաքն էր, որը ամենամեծն էր 2018-ի հեղափոխությունից ի վեր։ Առաջին անգամ եմ տալու իր անունը, Նիկոլ Փաշինյան։ Մենք ժամանակ ունենք հրաժարական ներկայացնելու։ Եվս 15 րոպե կամ 10, մինչև ժամը 8-ը զանգերը խփելը։ Փաշինյանը հրաժարական չտվեց։ Բողոքի ցույցերը տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա, որն արգելափակվեց։ Մայիսի 28-ին Սարդարապատում ոստիկանները խոչընդոտեցին կաթողիկոսի մուտքը հուշահամալիր։ Կաթողիկոսին ու մյուս հոգևորականներին ի վերջո հաջողվեց հաղթահարել ոստիկանական պատն ու հասնել հուշակոթողի մոտ։ Մայրաթոռը տեղի ունեցածը որակեց իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագ։ Տեղի ունեցածը դատապարտեց նաև մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Փաշինյանը միջադեպի հետ կապված ակնարկեց Բագրատ Սրբազանի սկսած շարժման մասին։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ։ Հունիսի 12-ին ազգային ժողովի շենքի մոտ Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև բախումներ եղան։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ կիրառեց։ 100-ից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքանն էլ վիրավորվեց։ Այդ ժամանակաշրջանում կաթողիկոսը Բագրատ Սրբազանին ազատեց թեմական պարտականություններից, սակայն չզրկեց հոգևոր կոչումից։ Իշխանության ներկայացուցիչները շարժումը կապում էին ընդդիմության հետ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե սա Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարն է։ Բագրատ arczepiskopos-ին եւս նա հիշատակեց ավազանի անունով։ Ինչ քաղաքական ճգնաժամ, նույն ուժերը, որոնք 21 թվականից ի վեր պայքարում են այս իշխանության դեմ, շարունակում են պայքարել այս իշխանության դեմ։ Նույն Վազգեն Գալստանյանը, նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգներին առաջին անգամ չի որ ելույթ ունեն։ Կարծեմ 22 թվականին էլ էլի նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգին նույն մարդը մոտավորապես նույն բառապաշարով նույն ելույթներն ունեցել ընդհանրապես ինչ որ նոր բան էս ամեն ինչի մեջ ես որպես այդպեսի չեմ տեսնում։ Շարժումը սկսեց մարել։ Arczepiskopos Գալստանյանը շարունակում էր ուղերձներով հանդես գալ եւ նշել, որ իրենք հասնելու են իշխանությունների հրաժարականին։ Եվ ովքեր ցանկանում են մոտենալ եւ իրենց անվստահությունը հայտնել, մոտենում եւ այդ մնում։ Ուշագրավ է, որ չնայած անջրպետին 2024-ի սեպտեմբերին Փաշինյանը Մայրաթոռում ներկա եղավ Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ Պատարագին։ Նիկոլ Փաշինյանի ու եկեղեցու հակամարտությունը բաց առճակատման փուլ մտավ 2025-ի մայիսին։ Իշխանությունների համար կաթողիկոսը դարձավ Կտրիչ Ներսիսյան։ Փաշինյանն ու կուսակիցները նրան ու բարձրաստիճան այլ հոգևորականների սկսեցին մեղադրել կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Հայաստանի սահմանադրությունն ամրագրում է խղճի ու կրոնի ազատության սկզբունքները, իսկ խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին օրենքը սահմանում է. եկեղեցին անջատված է պետությունից։ Այնուամենայնիվ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարևարկության ստուգում։ Փաշինյանը հունիսի 9-ին պնդեց, որ Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը ու երեխա ունի, եւ եթե կաթողիկոսը փորձի հերքել դա, ապացույցներ կներկայացնի։ Գարեգին II-ը չարձագանքեց։ Փաշինյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների հետ չմտավ հրապարակային բանավեճի մեջ։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն
եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ռուսաստանաբնակ գործարար Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հունիսի 17-ի հայտարարությունը նոր թափ հաղորդեց Փաշինյանի ու եկեղեցու հակամարտությանը։ Փաշինյանի այս գրառումից հետո ուժայինները գնացին Սամվել Կարապետյանի հետևից։ Նա ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց։ Խուզարկություններ իրականացվեցին Կարապետյանին պատկանող ընկերություններում։ Սկսվեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման գործընթաց։ Հունիսի 24-ին իշխանական CVKM կայքը հրապարակեց հեղաշրջման պլան։ Պլանն անմիջապես իրենց էջում դրեցին վարչապետը, վարչապետի տիկինն ու իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց քննչական կոմիտե։ Սկսվեցին սրբազան պայքար շարժման ղեկավարների, մասնակիցների եւ այլ ընդդիմադիրների տներում խուզարկություններ, ձերբակալություններ ու կալանավորումներ, ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Կալանավորվեց շարժման ղեկավար Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքելի լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Հունիսի 27-ին ազգային անվտանգության դիմակավոր ծառայողները ներխուժեցին Մայրաթոր, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանին բերման ենթարկելու նպատակով։ Աչապահյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն ու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու հոդվածով։ Ըստ մեղադրանքի Շիրակի թեմի առաջնորդն այդ կոչը հնչեցրել էր իր հրապարակային հայտարարություններում։ Ուշագրավ է, որ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը Աչապահյանի ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն 2024-ի ապրիլին, եւ դատախազությունն այդ ժամանակ հանցակազմ չէր տեսել։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստաց։ Ժողովրդի դիմադրության պատճառով ուժայինները ստիպված եղան հեռանալ։ Սրբազանը որոշեց ինքնակամ գնալ քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Հոկտեմբերի 3-ին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 15-ին հերթը հասավ Արագածոտնի թեմին։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Ֆերադասի հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Այն ժամանակ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամի հայտարարությունից որոշ ժամանակ անց բերման ենթարկվեցին թեմի 6 հոգևորական եւ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Նրանց մեղադրանք առաջադրվեց հավաքներին մասնակցություն հարկադրելու հոդվածով։ Հոկտեմբերի 16-ին թեմի առաջնորդը Գարեգին II կաթողիկոսի Զարմիկը կալանավորվեց։ Հոկտեմբերի 25-ին հայկական Wikileaks անվամբ տելեգրամյան ալիքն ինտիմ տեսանյութ հրապարակեց, այն վերագրելով Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Ավելի ուշ arczepiskopos-ը ձերբակալվեց թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։ 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է։ Հուլիսին ինչ տարիա քննում են այդ ինչ թմրանյութ։ Քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Նոյեմբերի 27-ին 13 եպիսկոպոս ու arczepiskopos հայտարարություն տարածեցին, պահանջելով եկեղեցին մաքրել սրբապիղծ հոգևորականից ու նրա մեղքը կիսողներից։ Եպիսկոպոսների թվում էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Կոտայքի, Մասյացոտնի, Արցախի թեմի առաջնորդները։ Հայտարարությունում ասվում է, որ Գարեգին II-ը առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները, որը հաստատում էր Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։ Նույն օրը 10 եպիսկոպոսները հայտնվեցին Փաշինյանի հարկի տակ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Մայրաթորը նշեց, որ հայտարարությունը խեղաթյուրում է ստեղծված հանձնախմբի աշխատանքը, քանի որ հանձնախումբը պատշաճ ընթացակարգ չի պահպանել։ Հոկտեմբեր-նոյեմբերին հակամարտությունը հասավ կաթողիկոսի հարազատներին։
Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա բան նոր Նախճեվանի թեմի առաջնորդը։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Մամուլը, որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին ու կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին անանուն նամակ առանց փաստերի ու ապացույցների պնդելով, թե կաթողիկոսի եղբայր Եզրաս arczepiskoposը հավաքագրվել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի կողմից։ Քաղաքացիական պայմանագրին պատկանող Civic AM կայքը ավելի ուշ հրապարակեց ազգային անվտանգության ծառայությունից ստացած փաստաթղթեր, որոնք իբր հաստատում էին կաթողիկոսի եղբոր համագործակցությունը խորհրդային KGB-ի հետ։ Դրանից շուրջ 1.5 ամիս առաջ Civilnet-ը դիմել էր ազգային անվտանգության ծառայություն, հարցնելով, թե արդյոք կառույցը տիրապետում է տեղեկատվության նրա գործակալ լինելու վերաբերյալ։ Ազգային անվտանգության ծառայությունը մերժել էր տրամադրել որևէ տեղեկություն, նշելով, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է այլ անձի անձնական կյանքին եւ ենթակա չէ տրամադրման։ Նոյեմբերի 3-ին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին կաթողիկոսի մյուս եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին, վաղարշաբաթի համայնքային ընտրություններում քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նրանց փաստաբանի խոսքով չկար նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք։ 2025-ի հոկտեմբերին սկսվել էր կարգալուծությունների շարք։ Հոկտեմբերի 21-ին կարգալույց հռչակվեց Տեր Արամ Քահանա Ասատրյանը, քանի որ նա ըստ հաղորդագրության հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակից եկեղեցականներին։ Նոյեմբերի 6-ին Գարեգին II կաթողիկոսը կարգալույց արեց Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանին, դեկտեմբերի 3-ին Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանային։ Նրանք ևս հանդես էին գալիս եկեղեցու ղեկավարության դեմ հայտարարություններով։ Փաշինյանը սկսեց ամեն կիրակի պատարագի գնալ։ Առաջինը Հովանավանքում կարգալույց արված քահանա Տեր Արամի մատուցած պատարագն էր հոկտեմբերի 26-ին։ Հովանավանքն իր հազարամյա պատմության մեջ հավանաբար այդքան պաշտոնյա չէր տեսել։ Բայց ես իմ շնորհակալությունը անկեղծ ուզում եմ հայտնել մեր երկրի ղեկավարին, մեր վարչապետին, որ 2000 տարի անց մեր վարչապետը Հերովդեսի պես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ։ Ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցին Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Դեկտեմբերի 18-ին վաղարշաբաթը մարդաշատ էր ու ոստիկանաշատ, բայց ոչ պատարագի համար։ Նախորդ օրը Փաշինյանի կողմն անցած 10 եպիսկոպոսները ժողովրդին կոչ էին արել միանալ իրենց եւ Մայր աթոռում պահանջել Գարեգին II-ի հեռացումը։ Մեծ էր նաեւ կաթողիկոսի աջակիցների թիվը։ Դեկտեմբերի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել դեռ 2011-ին հիմնադրված շողակաթ հեռուստաալիքը, որը եկեղեցուն առնչվող հոգևոր մշակութային թեմաներ էր լուսաբանում։ Հայտարարում ենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով։ 2026-ը սկսվեց հենց այսպես։ Հունվարի 4-ին կառավարության շենքում Փաշինյանը եւ 10 եպիսկոպոս հայ առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարություն ընդունեցին։ Վարչապետը թվարկեց անելիքները։ Առաջին բարենորոգման օրակարգի հանրահռչակում։ Երկրորդ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում հանգստի կոչում։ Երրորդ Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Այդ մեծ մորերքից Սուրբ Եղեցյանքով, Եկեսի արքայությունքով, Եղեցին կամքով։ Հունվարի 10-ին Գարեգին II-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսների թվում էր։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Ավելի ուշ կաթողիկոսը նրան կարգալույծ արեց։ Նրան վերադարձվեց ավազանի անունը՝ Արման Սարոյան։ Այս մարդկանց համար չկա հայրենիքի։ Սարոյանը հունվարի 15-ին դիմեց դատարան, պահանջելով անվավեր ճանաչել կաթողիկոսի որոշումը։ Հայաստանյան արդարադատության պատմության մեջ դատարանն արտասովոր արագ նիստ գումարեց հենց հաջորդ օրը եւ բավարարեց նրա պահանջը վերականգնվելու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Փետրվարի 16-ից 19-ին նախատեսված էր հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսած ժողով Ավստրիայում, բայց պարզվեց, որ հոգևորականներից շատերը Ավստրիա գնալ չեն կարող։ Հունվարի 31-ին մեղադրանք առաջադրվեց միանգամից 6 եպիսկոպոսի ու 1 քահանայի, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Ըստ մեղադրանքի, այս եկեղեցականները խոչընդոտել էին, որ Արման Սարոյանը վերականգնվի իր պաշտոնում։ Փետրվարի 13-ին Փաշինյանը հայտարարեց, թե ժողովը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու փորձ է։ Ես զգուշացրել եմ, որ չխոսեն եւ չգործեն այդ ուղղությամբ, զգուշացումները չեն լսել զգուշացումները, ուրեմն կզգան զգուշացումները։ Հաջորդ օրը դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կրկին դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Վեհափառի ելքը երկրից նույնպես արգելվեց։ Փետրվարի 1-ից դադարեցվեց զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի ու առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։ Փոխվել է ծառայության բնույթը, այսինքն այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարեհոգեբանական գծով վարչությանը։ Հետագայում Մայրաթոռը նաև հայտնեց, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Փետրվարին Միքայել arczepiskopos Աչապահյանի բանտարկությունը փոխարինվեց տնային կալանքով, քանի որ ուներ առողջական խնդիրներ։ Տնային կալանք սահմանվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ, իսկ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց։ Մարտի 16-ին պաշտոնից ազատվեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, ըստ Մայրաթոռի Սրբազանի գրավոր ու բանավոր դիմումների հիման վրա։ Նա ևս միացել էր վարչապետի հռչակած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Չնայած այս ամբողջ հակամարտությանը, հայ առաքելական եկեղեցու վարկանիշն աճել է, իսկ վարչապետի աշխատակազմինը նվազել։ Միջազգային հանրապետական ինստիտուտի փետրվարին իրականացրած հարցման արդյունքներով եկեղեցու աշխատանքից գոհունակություն է հայտնել հարցվածների 62%-ը, կամ 4%-ով ավելի, քան 2025-ի հունիսի հարցման արդյունքներով։ Փետրվարին եկեղեցու ղեկավարությունից գոհունակություն է հայտնել հարցվածների 53%-ը։ Նույն ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմի վարկանիշը 46%-ից իջել է 38%-ի։ Կաթողիկոսին գահընկեց հանելու Փաշինյանի նպատակը տեղ գտավ ապրիլի սկզբին հրապարակված քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգ դրույթով։ Իշխանության գալու դեպքում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները խոստանում են իրենց ձևակերպմամբ հեռացնել եկեղեցու փաստացի պետին։